Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր մարտի 10-ն է, 10 օրից ավել է արդեն պատերազմ է մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու, որը որ ավելի ու ավելի վտանգավոր բնույթ է ստանում ամեն օր։ Հիմնական թեման դա է, բայց պետք է սկսենք կրկին Հայաստանով։ Կարևոր է նշել, որ հիմա Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, եւ դրանից բացի Հայաստանից կարելի է առանձնացնել այն, որ կիբերանվտանգության ծառայությունը շատ ակտիվ աշխատանք է սկսել իրականացնել, երեք մենք տեսանք կադրեր, թե ինչպես հերթական զանգերի կենտրոնն են հայտնաբերել եւ շարքից հանել։ Դրանից բացի շատ կարևոր է, որ Հայաստանի արտաքին հետախուզությունը նոր հայտարարություն է տարածում, հստակ հասկանում են կատարվողը այն, որ կոնկրետ արտաքին ուժերի կողմից միջամտություն է իրականացվելու եւ արդեն դրա համար լուրջ աշխատանք է տարվում, որպեսզի փորձեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Լավ է, շատ լավ է, որ ուշադիր են եւ այսպիսի հայտարարություն են տարածում, բայց մենք ակնկալում ենք, որ կոնկրետ գործողությունների էլ կդիմեն, քանի որ իրոք սպառնալիքները չափազանց մեծ են։ Մենք գրեթե ամեն օրվա ռեժիմով խոսում ենք այդ սպառնալիքների մասին եւ շատ կարեւոր է, որ հիմա մենք արդեն տեսնենք ակտիվ գործնական քայլեր այդ ուժերի նկատմամբ։ Եվ ես գրեթե համոզված եմ, որ անպայման մենք կտեսնենք։ Արդեն իսկ տագնապի մեջ են Հայաստանում ռուսական ազդեցության գործակալները, ուժերը, ասում են, որ հիմա տեսնենք, թե ինչ տեղի կունենա Իրանում, Իրանի շուրջ եւ դրանից կախված կլինի նաեւ մեր ապագան։ Այսինքն իրենք հստակ արդեն սկսել են խոստովանել, որ Իրանում եթե ամեն ինչ ավարտվի ռեժիմի փլուզմամբ, դա խնդիրներ կստեղծի իրենց համար։ Շատ լավ եւ շատ բարձ հասկանում եմ, բայց Իրանի շուրջ ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Շատ խառն է։ Ես նույնիսկ հատուկ փորձեցի տեսնել, թե ինչ կարծիքի են տարբեր միջազգային հայտնի փորձագետները, նաև այն փորձագետները, որոնք որ ավելի մասնագիտացված են Մերձավոր Արևելքի շուրջ եւ տեսնում ենք, որ շատերը դժվարանում են ասել միանշանակ, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Բավականին բարդ է իրավիճակը, նոր ընթացներ է ստանում այս պատերազմը։ Թրամփի հայտարարություններից էլ ամեն օր մենք ավելի քիչ կարող ենք հասկանալ, թե իրականում ինչ ընթաց կարող է ունենալ այս պատերազմը, ինչ է կատարվում, չէ, ինչ է կատարվում, շատ ավելի հստակ է, շատ ավելի պարզ է, բայց ինչ ընթաց կարող է ունենալ այս պատերազմը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչպիսի քաղաքականություն կիրականացնեն, կշարունակեն արդյոք այս պատերազմը, թե կավարտեն, ահա սա արդեն լուրջ հարցեր է առաջացնում։ Եթե նախկինում ես ինքս անձամբ հույս ունեի, ճիշտ հիմա էլ ունեմ, բայց ավելի շատ հույս ունեի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ձգտելու են ռեժիմի փոփոխության, ապա տեսնում եմ, որ Թրամփի հայտարարություններով ամեն ինչ փոփոխական է եւ մեծ հույսեր կապել ունենալ նրա հետ, որ հաստատ լուրջ ջանքեր կգործադրեն, որպեսզի ռեժիմի փոփոխություն իրականացնեն, դա արդեն ավելի ցավոք սերտի քիչ հավանական է դառնում։ Չնայած որ Թրամփը նոր հայտարարություններով է հանդես եկել, սպառնացել է նոր հոգևոր առաջնորդին, ասելով, որ եթե ինքը կրկին փորձի շարունակել այն քաղաքականությունը, որը իր հայրն էր շարունակում եւ փորձի ստեղծել ապտոմային ռումբ, ապա ինքը շատ երկար դժվար թե մնա այդ պաշտոնին, բայց ես կարծում եմ, որ Թրամփից առաջ Իսրայելը անպայման Թրամփը ինչ հայտարարություն էլ անի, Իսրայելը անպայման կփորձի չեզոքացնել Իրանի նոր հոգևոր առաջնորդին։ Բայց կարևոր է նաեւ հասկանալ այն, որ հոգևոր առաջնորդների չեզոքացումով դժվար թե ռեժիմի փոփոխություն տեղի ունենա Իրանում։ Դա եւս չափազանց կարևոր է հասկանալ։ Թրամփը մեկ բացառում է ցամաքային գործողությունները ընդդեմ Իրանի, մեկ ակնարկում է, որ նման բան հնարավոր է, բայց դժվար է հիմա ամեն ինչ հասկանալ եւ պատկերացնել։ Սկսենք նոր տեղեկությամբ, որը որ ստանում ենք Ադրբեջանից, փաստացի Ալիևը այնքան է հուզվել երեկվա Փեզեշկյանի զանգից, որ որոշել է հումանիտար օգնություն ուղարկել Իրան։ Ընդամենը մի քանի օր առաջ ռազմական իրենց ուժերը բերել էին բարձր պատրաստվածության, ամբողջ աշխարհով փնտրում էին աջակցության խոսքեր,
ասում էին, որ անպայման պատասխան գործողությունների են դիմելու, իրենք են այդպես հայտարարում, մենք էլ հետևում էինք, թե ինչ հայտարարություններ են իրենք անում, եւ հիմա արդեն հումանիտար օգնություն է փաստացի Ալիևը ուղարկում Իրան, բայց հնարավոր է այդ հումանիտար օգնությունը երբ որ ուղարկում է, նախ տեսնենք թե ուր է կոնկրետ ուղարկում, կարող է իրենց ադրբեջանցիներին են ուղարկում, դա էլ է շատ կարևոր հասկանալ, 25 միլիոնից ավել, ինչպես Ալիևն է նշում, այնտեղ ադրբեջանցիներ են բնակվում։ Երկրորդը, այդ բեռնատարների վարորդները կամ իրենց հետ եղող մարդիկ, դրանք էլ մի շատ կարևոր աչք են լրտեսական, որոնք որ կտեսնեն, թե ինչ է տեղի ունենում իրենց շուրջ, արդեն կոնկրետ գետնի վրա տեղեկություններ կունենան, թե ինչ իրավիճակում է գտնվում Իրանը։ Հիշեցնեմ, որ Իրանում ինտերնետը անջատված է եւ այն ամենը, ինչ տարածվում է արտաքին աշխարհ Իրանի իշխանությունների կողմից, այսինքն այն է, ինչ իրենք են ուզում տարածել եւ ցուցադրել ամբողջ աշխարհին։ Բայց ես չեմ կարծում, որ լարվածությունը նվազում է Ադրբեջանի եւ Իրանի միջև, ճիշտ է հիմա այդ լարվածության նվազման լուրջ իմիտացիա է տեղի ունենում, քանի որ կարծես թե Ալիևն էլ է արդեն դժվարանում գլուխ անել, թե ինչ է տեղի ունենում։ Այսօր արդեն Փեզեշկյանի եւ Էրդողանի միջև է հեռախոսազրույց տեղի ունեցել։ Էրդողանը փաստացի իր վերթողունքն է հայտնել, որ Իրանը հրթիռները ուղղում Թուրքիայի տարածքի վրա, նաեւ հարձակվել է Ադրբեջանի վրա, Նախիջևանը նկատի ունենալով, չնայած որ Փեզեշկյանը կրկին հերքել է, ասելով, որ իրենց չեն հարձակվողը, դա իրենց ձեռքի գործը չէ, ուրիշներն են հարձակվում Թուրքիայի վրա, այսինքն այդ նույնն է կրկնել, ինչ կրկնել էր Ադրբեջանի նախագահի հետ սրույցի ժամանակ։ Բայց մինչև այդ հեռախոսազրույցը Էրդողանը հայտարարությամբ էր հանդես եկել, ասելով, որ Իրանի հարձակումները Ադրբեջանի եւ Պարսից ծոցի երկրների վրա անընդունելի են, ու նա ասում է, որ մենք Թուրքիան, այսինքն դա հստակ հայտարարել է։ Թուրքիայի ուղղությամբ արձակած բալիստիկ հրթիռները չեզոքացվել են, ասել է Էրդողանը, եւ Իրանը ստացել է համապատասխան նախազգուշացում։ Ինչ նախազգուշացման մասին է խոսքը, դա պետք է հասկանալ։ Կարող են ներքին իրենց հնարավորություններով, խողովակներով իրենք զգուշացրել են ինչ-որ մի բան Իրանին, բայց մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն շատ լուրջ ակտիվանում է Թուրքիայում, հենց Իրանի հետ սահմանի վրա, հատկապես ՆԱՏՕ-ի ուժերը նոր Patriot համակարգեր են տեղադրում Թուրքիայում, հատկապես Մալաթիայի արևելյան նահանգներում, քանի որ Մերձավոր Արևելքում կտրուկ իրավիճակը սրվել է, միայն Թուրքիան ի նկատի իրենք չունեն, Թուրքիայի ուղղությամբ այդ հրթիռները եկել են եւ նաեւ Մերձավոր Արևելքի ուղղությամբ սրվող իրավիճակում ՆԱՏՕ-ն այդպիսի որոշում է կայացրել եւ նոր լրացուցիչ Patriot համակարգերը մատակարարել Թուրքիային եւ տեղադրում է հիմա լրացուցիչ Patriot համակարգերը Մալաթիայի արևելյան շրջաններում։ Այս մասին հաղորդում է Միչայելոց Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Թրամփի հայտարարությունների մասին մենք արդեն խոսեցինք, ասում է, որ շատ մեծ սխալ էր Մուշտաբայի ընտրությունը Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնին եւ ինքը կարող է նույնիսկ աջակցել նրա սպանություն, նրա լիկվիդացիան, եթե պարզվի, որ ինքը նույն մոտեցումները ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ ատոմային ծրագրի շուրջ։ Իմիջայլոց կան տեղեկություններ, որ Այաթոլլայի որդին շատ ավելի ծայրահեղական է եւ ոչ թե շատ ավելի փափուկ, քան իր հայրը, այսինքն իր հորից էլ ավելի ծայրահեղական է։ Դրանից բացի Թրամփը հայտարարել է, որ ինքը ունի տեխնացու, թե ով կարող է փոխարինել, կոնկրետ ով կարող է փոխարինել Իրանի հոգևոր առաջնորդին։ Թրամփը մեկ այսպես, մեկ այնպես տարբեր տեսակի հայտարարություններ է անում, და մենք արդեն սովոր ենք սիրելի հայրենակիցներ, դրա համար լուրջ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, դժվար է։ Մենք տեսնում ենք նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի հայտարարությունները, եւ նա ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չէին սպասում այսպիսի հակազդեցության եւ նրանք այլևս ծրագիր չունեն, թե ինչ են անելու հետագայում։ Իրանի բարձրաստիճան զինվորականներն էլ հայտարարում են, թե իրենք այսպես կարող է 10 տարի կարողանան շարունակել պատերազմը ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների, բայց իրականությունը այն է, որ օրեցօր
Իրանը թուլանում է, օրեցօր նրանց հնարավորությունները նվազում են։ Մենք երեք խոսել ենք այն մասին, որ Ուկրաինան էլ արդեն սկսել է մասնագետներով օգնել արաբական երկրներին, որպեսզի նրանք ավելի լավ կարողանան փորձալ օդում հատկապես անօդաչու թռչող սարքերը, նաև ինչ-որ չափով հերթիռները։ Իսրայելից ստանում ենք տեղեկություններ, որ արդեն օրեցօր գնալով էլի ու էլի նվազում են իրանական հերթիռների թռիչքները, այսինքն Իրանը ավելի քիչ հնարավորություն ունի հերթիռներ արձակել, իսկ երբ որ հերթիռները արձակում, Իսրայելի օդուժը շատ արագ փորձում է տեղում գտնել եւ Իրանում ոչնչացնել այդ կրակային կետերը։ Սա է, հիմնականում սա է, ինչ կա Իրանից, բայց ամենակարևորը այն է, որ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել կոնկրետ Հորմուզի նեղուցի մասով եւ ասում է, որ եթե Իրանը փորձի խանգարել նավերի հոսքին Հորմուզի նեղուցով, ապա իրենք 20 անգամ ավելի մեծ ուժով կհարվածեն եւ կհարվածեն այնպիսի տեղերի, այնպիսի կետերի, որը որ Իրանին ուղարկի քարեդար, կոպիտ այդպես է էլի ասում Թրամփը, երբ որ իրեն հարցրել են, թե ինքը Իրանի ժողովրդի մասին էր խոսում, որ կօգնի Իրանի ժողովրդին, շատ տարօրինակ պատասխան է տվել, փաստացի, որից որ կարելի է ենթադրել այն, որ երկրորդական չէ, երրորդական է հիմա արդեն դարձել այդ հարցը, ինչ Իրանի ժողովրդի մասին է խոսքը, ասում է, եթե ուզում են իրենք օգնենք, բայց չեմ կարծում, որ ուզում են ինչ-որ նման արտահայտություններ անում Թրամփը, որը որ մեզ հուշում է, թե այս պատերազմը հիմնականում Իսրայելին էր ձեռնտու, նրանք ուզում էին ոչնչացնել իրանական հրթիռները, Իրանի ատոմային ծրագիրը եւ շատ լուրջ ձևով հետ գցել Իրանի ռազմական հնարավորությունները։ Ահա այսա մեզ ոչ մի օգուտ չի տալիս, սիրելի հայրենակիցներ, մեր հույսը այն էր, որ Իրանում ժողովրդավարական ուժեր հաստատվեն եւ գան իշխանության, իսկ այս պայմաններում մենք ուղղակի տեսնում ենք շատ թուլացած, բայց նույն ժամանակ ագրեսիվ տրամադրված Իրան, որը որ այս պահի դրությամբ թերևս լավ մեծ լուրջ վտանգ է ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների բազաներին եւ ընդհանրապես Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությանը տարածաշրջանում, եթե հաշվի առնենք նաեւ այն, որ արդեն էներգետիկ հատվածին են սկսել հարվածներ հասցնել Իսրայելը Իրանի, Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելը, եթե չեմ սխալվում, նաեւ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներն են միանում այդ ամենին, այսինքն ասում էին, որ վատ է քարել Իսրայելին, նույնիսկ Վիտկոֆը եւ Քուշները հետաձգեցին իրենց այցը Իսրայել, Ամերիկայի Միացյալ Նահանգները դժգոհում էր, բայց նույն ժամանակ արդեն իրենք են ստիպված մտնել խաղի մեջ եւ հարված հասցնել Իրանի էներգետիկ համակարգին։ Սա վատ է մեզ համար եւ ապագայում նաեւ ամերիկյան ներկայության համար Հայաստանում եւ TRIP ծրագրի համար, բայց նախնական եզրահանգումների գալը շատ վաղ է, քանի որ մենք չգիտենք, թե վաղը ինչ իրավիճակ կլինի Իրանում եւ Իրանի շուրջ։ Իրանի մասնատման ծրագիրն էլ բնականաբար մեզ համար ձեռնտու չի լինի։ Այսինքն մեզ համար միշտ ասել եմ, միայն ձեռնտու է այն, որ Իրանում ժողովրդավարական ուժեր գան իշխանության, այս ռեժիմը փլուզվի, մնացած բոլոր սցենարները միանշանակ շատ մեծ վտանգներ են իրենց մեջ պարունակում ընդդեմ Հայաստանի։ Reuters հաղորդում է, որ պատժամիջոցները հանվել են Ռուսաստանի վրայից, հատկապես նավթային ոլորտում, Թրամփը հեռախոսազրույց ունեցել Վլադիմիր Պուտինի հետ եւ հիմա էլ հայտարարում է, որ Պուտինը զարմացած է, թե ինչ ձևով են իրենք հարված հասցրել Իրանին եւ իբր ասել է Պուտինը, թե նախկինում երբեք նման բան տեսած չի եղել։ Հիմա չգիտեմ նույնիսկ ինչպես մեկնաբանեմ այդ հայտարարությունը Թրամփի, կամ Թրամփը երազում է այդ ամենը տեսել, կամ իրոք Վլադիմիր Պուտինը խաղում է Դոնալդ Թրամփին հետ, ահա այդպիսի հայտարարություններ անում, միայն թե Թրամփին սիրաշահի եւ հասնի նրան, որ անի նա պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, փաստացի դա էլ տեղի ունեցավ նավթի գաների նվազեցման համար Ամերիկայի Միացյալ Նահանգները հանում են պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, Ռուսաստանի Դաշնությունը ուրախ է, ցնծության մեջ է, չնայած որ քաղաքական առումով շատ վատ է իրենց, որ Իրանի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգները այսպես են վարվում, բայց իրենց համար
շատ ավելի ձեռնտու է, որ նավթի գները ավելանան, պահի տակ իրենց համար կարճաժամկետ առումով շատ ու շատ ձեռնտու է, որպեսզի իրենք կարողանան շարունակել իրենց պատերազմը ընդդեմ Ուկրաինայի։ Ահա այսպիսի աշխարհում ենք մենք այսօր ապրում եւ դժվար է պատկերացնել, հասկանալ, թե վաղվա օրը ինչ է բերելու, շատ անկանխատեսելի պայմաններում ենք հիմա մենք ապրում։ Ով կպատկերացներ, որ Թրամփը այս պատերազմի պատճառով շատ արագ շտապեր եւ հաներ Ռուսաստանի Դաշնության վրայից պատժամիջոցները, ով կպատկերացներ, եւ ասում է հիմա, որ հնարավոր է այդ պատժամիջոցները այլևս չմտցվեն, այսինքն ինքը դեռ հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ կհասնեն պայմանավորվածությունների կամ էլ իրեն ձեռնտու է, որ Ռուսաստանի հետ առևտուր անեն, ինչ այլոց առաջինը իրենք հանեցին պատժամիջոցները Հնդկաստանի վրայից, այսինքն թույլ տվին Հնդկաստանին գնել ռուսական նավթը, եւ ինչու դա արվեց, որ արդեն ավելի բարձր գներով Հնդկաստանը այդ նույն նավթը, ռուսական նավթը կարողանա վաճառել ամբողջ աշխարհին, այսինքն Ռուսաստանը չի վաճառում, Հնդկաստանն է վաճառում ռուսական նավթը, բայց բոլորը շատ լավ գիտեն, թե այդ նավթը որտեղից է գալիս եւ ում շահերին է այդ ամենը ծառայում։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։